Ճիշտ եք համարում Սամվել Կարապետյանի կալանավորումը։ 5 դամ ես։ Ուժի արդեն ես գիտում չեմ, ումը հավատամ, ումը չհավատամ։ Это уже արդեն ղեկավարության խնդիրն է, это не моя дело, извините։ Սամվել Կարապետյանին ես որպես բարերար գիտեմ, ճիշտն ասած երկար տարիներ ես էլ այստեղ չլինելով նրա կատարած աշխատանքների մասին ընդհանրապես լսել եմ։ Բայց այն որ մարդը ընդհանրապես ասել է, որ ես եկեղեցու կողքին կանգնած եմ, կանգնելու եմ, գուցե սրա մեջ վարչապետի աշխատակազմը ինչ-որ բան ա գտել, դա արդեն գիտեք ինչ կա, կարելի հազար ձևի մեկնաբանել։ Ամենայն դեպս ես չէի պատկերացնի, որ ինքը կարող է մեր պետության համար վտանգ որպես այդպեսին կայանա կամ լինի։ Չգիտեմ, երկրի իշխանությունը ինձ ոնց մտածում է, երևի թե իրենք են ճիշտ։ Բայց ցավում եմ, որ երկրում քաղաքական հողի վրա կարող են նման բաներ տեղի ունենալ։ Ես ինքս ավելի շատ անկախության կողմնակիցն եմ, չնայած ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության որոշ հատվածներ ինձ շատ հարազատ են, բայց դա չի նշանակում, որ միանշանակ ամեն ինչ ճիշտ է արվում։ Չգիտեմ, Սամվել Կարապետյանը ափսոս որ այդ կարգավիճակում է, այսքանը կասեմ։ Բազուս ես խաբար չեմ։ Պրոստը անեմ ափսոսա, խաբար չեմ իմանում։ Ինչի է ափսոս։ Որ դու բանեն կալանավորել են, դե ուրեմն մի բան արել է, որ կալանավորել է, ես ինչ գիտեմ։ Հələ էլի տես բաներ եմ։ Ես էլ օձունեցի սամոնեմ, ազիս ինչ անեմ։ Բայց ինչ պիտի արած լինի։ Ազիս չգիտեմ, ես օրենքից բանից մի դերույլա պատտամեմ։ Չգիտեմ, ես вообще կապ չունեմ դրա հետ, չգիտեմ, բայց ամենայն դեպս ինչքան լսել եմ, շատ լավ մարդ է, շատ լավ բաներ արել, իզուր էլի, որ այդ մարդին կալանավորեցին։ Շատ լավ բաներ շատ արել, մեր մատ չարել, բայց այն կողմերը շատ լավ բաներ արել։ Ուղղակի այդ մարդուն չպետք է անեին, էլի թենց բան։ Շատ վատ բան արել է Նիկոլ Փաշինյանը, շատ, չի մտածում իր ազգի համար։ Սամվել Կարապետյանը շատ մեծ բան արել Հայաստանի համար։ Վեր ունենք մենակ այդ տաշիրպիցան, ինչքան մարդ պետք է դրանը մնա, հազարավոր մարդ։ Հայաստանի համար ինչքան շատ բան արել, Ղարաբաղի համար, Բեկալան Ղարաբաղը տվին, Կարապետյանը ինքան օգնեց, Հայաստանին ինչքան է օգնում, շատ։ Բայց знаете, что ղեկավարությունը վատ բան անում։ обидное, что опять простые люди остались без работы. Вот представьте же, сколько людей работало в этой же даже Таширпице. И люди остались без работы, семьи остались без денег, без всего. Вот хотя бы этот момент самый простой. Мы просто берем простого человека, мы не берем, как говорится, Да, зажитую, да, политику. Мы просто вот чисто жалко по-человечески людей. Այդ եկեղեցին է, որ հայ ոնց ասած, свою письменность, свою идентичность. Церковь апостольская все сохранила, а он берет и уничтожает апостольскую церковь. Как так возможно? Без апостольской церкви Армения же никто, ничего, никто его не знать не будет. Алфавит, все это остался благодаря церкви. Сохранилось да? Все это из-за церкви. Письмена, Матанударан. Ну что это такое? Неправильно поступает премьер-министр Армении. Хранится сейчас в Матанударане. Свои блага то он решает какие-то, я не знаю. Великая история Армении. Все делает для кого? Для Турции, для Азербайджана, для Америки, для Франции. А им это не надо. Им армяне вообще не нужны, и земля нужна, и все. Ազես իմ ամուսինը նոր ամահաց է, ես տենց ուղեղս նորմալ չի էլի, թե չէ մեծ ուրախությունով։ Ճիշտն ասած, ես քաղաքականությունով դեմ չեմ զբաղվում, որ ասեմ էլի։ Բայց իրեն ճանաչում եք։ Ոչ էլ իրեն եմ ճանաչում, ուղղակի տենց Facebook-ով բանով նայել եմ, տենց գիտեմ էլի։ Դե ամեն մարդ մի կարծիք ունի, ես չեմ կարող ասեմ ով է ճիշտ, ով է սխալ։ Ու ես էլ իրավունք չունեմ, տենց ասեմ, որ ճիշտ է կամ սխալ է։ Իրանք կիմանան, ես չեմ կարող ասել։ Այո, որովհետև այլ պետության քաղաքացին մեր պետության գործերին խառնել իրավունք չունի։ Իսկ ինչով էր խառնվել։ Իսկ ինչով չի խառնվել։ Կարաք ասեք, ինչով չի խառնվել։ Եթե այսօր հանրական համալիրի հակապետական գործիչների կողքին ակայինում չի խառնվում, խառնվում է, չէ՞։ Ուրեմն խառնվել է։
Եվ ցանկացած ոքով կփորձի դրսից մեր պետության գործերին խառնվի, նրանց վերջը դա է լինելու։ Այն մարդը, որ բարեր արա եղել ու ամեն ինչ արել է Հայաստանի համար, կարևոր չի, թե անգամ ինչա արել, եթե եկեղեցու կողմնա, ուրեմն հայա։ Հայ քրիստոնյա չի կարելի նման ձևով վերաբերվել բարերարի ու ընդհանրապես հայ մարդու հանդեպ։ Ճիշտ են արել որ կանոնավորել են։ Շատ ճիշտ են արել։ Ինչ գործ ունի խառնվում օտար երկրի քաղաքացի եկել է մեր քաղաքի, մեր հանրապետության առանցեն է նոր կառուցում։ Իսկական ժողովրդական պետություն է կառուցում, ազատ, անկախ պետություն է կառուցում։ Ում համար է պայքարում։ Չնայած Ռուսաստանում ես ունեմ, հարազատներ ունեմ, բայց մեր պետությունը պետք է զարգանա։ Հայաստանը զարգանալու շատ տեղեր ունի։ Հայ ազգը գիտուն ազգ է։ Դրանից սաղ աշխարհը գալիս է։ Պատահական չի գալի։ Ստեղից քաղում են շատ բան։ Դե կարծիքով ինչու են կալանավորել Սամվել Կարապետյանին։ Չեմ կարող ասեմ, զբաղված եմ։